Ես ուզում եմ իմ շնորհակալությունն խոսքն ուղղել Տիկին Գալստյան ձեր կառույցին այն լավատեսության համար, որ վերջում ձևակերպեցիք, իսկապես նաև այս նախաձեռնության նպատակն էլ էր կարևոր, որ սա լինի, այսինքն նախ եւ առաջ սահմանադրական ինստիտուտների կայացման շրջանակներում նաև այս ամբիոնից հնչեն այս կարևորագույն սահմանափակումները, ևս մեկ անգամ հնչեն, և ևս մեկ անգամ դառնան ուղեցույց, իդեպ Տիկին Տիգրանյան, ոչ թե ինքնավար մարմին, այլ անկախ պետական մարմինը, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, և որ սա նաև ըստ էության լինի այսպես հանրային պահանջ նաև, որ այս մարմինները Այս մարմնի անդամները պետք է, այո, թեկուզ թվացյալ, բայց պետք է լինեն չեզոք, պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն։ Սա հենց ևս մեկ ապացույցն այն բանի, թե ինչու ենք մենք հետևողականորեն սահմանադրական ինստիտուտներ ուզում կարևորել։ Իդեպ, ի տարբերություն ձեզ, հատկապես Տիկին Կարապետյան, որ ուղղակի ոչնչացրեցիք դուք եւ բազմաթիվ ելույթ ունեցողներ, ովքեր sense խրող կրծքով պաշտպանեցին պարոն Հակոբյանի արտահայտած մոտեցումները, ուղիղ ոչնչացնում եք հենց այն սահմանադրական ինստիտուտը, որը պարտավոր էիք պահել, պահպանել, փայփայել։ Եթե դուք ելնեիք այստեղից եւ ասեիք, այո, պարոն Հակոբյան, դուք սխալ եք թույլ տվել, չի կարելի գնահատական տալ, այնուամենայնիվ մենք, որպես քաղաքական մեծամասնություն, չենք քվեարկելու, դա կհասկացվեր, բայց դուք ելել եք այստեղ և հիմնավորում եք, թե ինչու պետք է սահմանադրությունը խախտի մի մարդ և դուք ինչպես պետք է ուղղորդելով և պաշտպանելով այդ խախտումը առաջ տանեք։ Ինչու, որովհետև հարց ներկայացնողը Հայ-հեղափոխական դաշնակցությունն է և խոսքը վերաբերում է Հայ-հեղափոխական դաշնակցության գաղափարախոսությանը։ Երկրորդ կարևոր ձեռքբերումը, ես կարող եմ արձանագրել, իրականում այս դահլիճում բացահայտվեց շատ կարևոր բան, որ մի կողմից կա հստակ գաղափարախոսություն, գաղափար և միտք, մյուս կողմից չկա ոչինչ, դատարկաբանություն, կեղծ մեղադրանքներ, շինծու հայտարարություններ և սա է հենց հաստատում են կարևոր ձեռքբերումը, միտքը չի կարելի սպանել, գաղափարին անհնար է սպանել, գաղափարն անհնար է ոչնչացնել, և դուք դրանից եք սարսափել, որովհետև դուք ինչքան խոսում եք, ոչ թե թուլացնում եք մեզ, ոչ թե թուլացնում եք դաշնակցության գաղափարախոսությունը, հակառակ ապացուցում եք այդ գաղափարախոսության ճշմարտացիությունը, ուրիշ բան, որ ձեզանից շատերի նպատակը, ինչպես ժամանակի Նիկոլ Փաշինյանը ձևակերպում էր, որ իզմեր չկան, դա հեռավոր 2018 թվականն էր, իրականում կա ձեր մոտ իզմեր, և այդ իզմի անունը աթոռիզմն է, պաշտոնիզմն է, ազդեցիզմն է, ծառայիզմն է, և բազմաթիվ իզմեր, որոնք բացարձակ կապ չունեն պետության, պետականության և ժողովրդի հետ։ Դա կապ ունի բացառապես ձեր նեղ խմբի հետ։ Եվ երբ որ դուք քննադատում եք կարգախոսը, և որի վերաբերյալ Գեղամ Մանուկյան շատ հստակ ներկայացրեց, սա ևս օտար է ձեր արժեհամակարգին, որովհետև այնտեղ իզմում չկա աթոռ, ոնց թե դու զոհվում ես, որ ժողովուրդն ազատ ապրի, այդ ինչ բան է, բա աթոռն ուր մնաց, այ դուք սրա կռիվն էիք տալիս, որովհետև չէիք տեսել աթոռը, պաշտոնը, ազդեցությունը, դու դա չէիք տեսել, հակառակ դեպքում որևէ բացատրություն չկա այն մեղադրանքների, որոնք ոչ միայն կեղծ են, շինծու են, որոնք ոչ միայն իրականության հետ կապ չունեն, այլ ուղղակի նշանակում է առհամարանք սեփական ժողովրդի պատմության հանդեպ։ Դաշնակցությունը ծնվել է հայ ժողովրդից
Եվ երբ որ դուք դաշնակցությանը մեղադրում եք, դուք մեղադրում եք մեր ժողովրդին։ Դա ոչ այլ ինչ է, քան պարզապես, եթե չեմ սխալվում, պարոն Ռուբինյանն էր ասում, Ստոկհոլմյան սինդրոմ։ Եվ այդ սինդրոմը անընդհատ ձեզ ուղեկցում է։ Անընդհատ։ Երրորդ կարևոր գնահատումը։ Այս քննարկումները կարծես թե եւս մեկ անգամ հաստատեց այն կարևոր պնդումը, որի սկզբանե անում էինք մենք, որ պարոն Հակոբ Հակոբյանը իսկապես քաղաքական այսօրվա իշխանության քարոզչամեքենայի կարևոր մասը, կարևորագույն։ Վերջին խոսքում, վերջին խոսք նկատում եմ այս ելույթի վերջին խոսքում արտաբերեց մի նախադասություն, որը վերահաստատեց պնդումը, որ ինչքան չպետք է մարդ ճանաչի դաշնակցությանը, որ կատարի նման, ոնց ասեմ, անպատասխանատու հայտարարություն, ուղղակի անպատասխանատու։ Եվ հույս ունեմ, որ անշուշտ այս քննարկումը բերելու է նրան, որ զսպվածությունը այնուամենայնիվ անկախ պետական մարմինների անդամների մոտ կլինի վարքագծի ճշմարիտ կանոն, պահվող կանոն։ Այն վիրավորական արտահայտություններին չեմ անդրադառնում, որովհետև այնքան ցածր է նույնիսկ իջնել այդ մակարդակին ու պատասխանել, էլի, դու էլ երեսպաշտություն, էլ ինչ բառեր էին օգտագործում, ինչեր ասես։ Իդեպ, երբ որ ես դրես կոդ ասի, հակառակ ես ասեցի, դուք հիմա պարտադրում եք դրես կոդ հավաքի մասնակիցներին։ Ասում եք օրինակ, հոգևորականը, որ մասնակցում է, պետք է գնա, լավ է չասեցիք ինչ տիպի հագուստ հագնի, ջինս կարելի է, ասենք օրինակ, վերնաշապիկ կարելի է, ինչ գույնի է կարելի, դա էլ ասեք, պրծեք, դա էլ ասեք, ասեք, թե ինչ բամպտի գրառում ունենա մոտը, կամ ասենք, որ կարմիր բերետավորները եթե հարձակվեն, ապա ինչպես պետք է հոգևորականը պաշտպանվի, խաչով, թե առանց խաչի, ասեք, դրանք էլ ասեք, դա ձեր համար շատ կարևոր ուղեցուցային մոտեցումներ են, իսկ իրականում այս քննարկումների ամբողջ և լիարժեք բացահայտումը հետևյալն էր, որ մենք իսկապես գործ ունենք այսօր Հայաստանում մի քաղաքական իշխանության հետ, որևէ օրգանական կապ հայ ժողովրդի անցյալի, ներկայի ու ապագայի հետ չունի, որը ոչ մի էական պատասխանատվություն չի զգում այն նահատակների, շիրիմների առաջ, ովքեր կերտել են պետականությունը, ովքեր ազատագրել էին Արցախը, ովքեր կերտում էին Արցախի հանրապետությունը, ոչ մի ափսոսանքի և ոչ մի զղջումի խոսք ձեզնից չի լսվել այսքան ժամանակ, որ այդ ձեռքբերումները չկարողացանք պահել, փոխարենը ուրիշ բան լսել ենք, մեղադրել Դաշնակցությանը, մեղադրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, մեղադրել օտարներին, բայց ձեր մեղավորության զրո պատկերացում, զգացողություն և այս քննարկումների ժամանակ էլ դուք այդ կարմիր թելով այդ գիծն էիք տանում։ Գիտեք ինչի, որովհետև իրականում ձեր համար պետականություն, Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն բառերը ինստիտուտներ չեն։ Այս երևույթները ձեզ պետք են օգտագործելու համար բացառապես մի նպատակով, ինչպես արդարացնել ձեր գործողությունները։ Իսկ այդ գործողությունները ցավոք սրտի հետևանքների տեսակետից բացասական են գնահատվում, բացասական, Արցախի կորուստ, մարդկային հսկայական կորուստ, այսօր Բաքվի բանտերում, ոնց ասեմ, կեղեքվող մեր հայրենակիցներ,
այսօր Հայաստանի բանտերում, այն որ ով էր ասում, չգիտեմ, ինչի հայը չի կարող բանտում, Հայաստանի բանտերում ապօրինի քաղաքական հետապնդման հետևանքով հայտնված անձինք եւ մեղադրել դիմացինին, հատկապես դաշնակցությանը, այն բանում, թե իբր մենք չենք նպաստել հայոց պետականության ամրացմանը, դա նույնն է, որ մեղադրեք ձեր սեփական ժողովրդին։ Դաշնակցության ծնողը ժողովուրդն է։ Եվ եթե դուք ձեզ համարում եք այս ժողովրդի զավակ, ուրեմն մեղադրում եք այդ ժողովրդին, այդ ծնողին։ Ես չգիտեմ քանիսն են կամ ովքեր են, որ այս խորությամբ են փորձում նայել հարցը։ Ես ամենևին չեմ ասում, որ դաշնակցությանը քննադատության ենթակա չէ։ Ավելին, եւ երբ որ մենք ասում ենք, որ դասերը պետք է քաղել, հենց այդ քաղած դասերից ենք ասում։ Պարոն Կոնջորյան, իհարկե մերն են, ինչպես որ ոչ միայն մերն են, մեր ողջ ժողովրդի ժառանգությունն է, ձեր ժառանգությունն էլ է։ Իսկ նրանք, ովքեր որ օրինակ, խնդրում եմ ես չվերցնեք ձեր, նրանք, ովքեր որ, չգիտեմ, այդ մեծերին, մեր մեծերին համարում են որպես, չգիտեմ, այլ դրսևորումներով, այդ մարդիկ ուրեմն կապ չունեն հայ ժողովրդի հետ։ Հենց այդ մեծերի խոսքը, անցած ճանապարհը, ուղերձը, փոխանցումը եւ դաշնակցության խոսքն է հենց ամբողջ այս հարաբերությունների համար դասը, որ մենք առաջարկում ենք սերտել։ Բայց հուսամ դրա անհրաժեշտությունը չի լինի, ինչու, որովհետեւ հունիսի 7-ին մեր ժողովուրդը, ինչպես որ շատ եք սիրում կրկնել, ցույց կտա, որ դուք իսկապես օրգանական կապ չունեք մեր ժողովրդի հետ։ Եվ դուք հաջորդ անգամ, երբ որ արդեն նոր խորհրդարանը կլինի, վստահաբար տիրապետողը չի լինի քաղաքացիական պայմանագրի խոսքը, առավել ևս, երբ որ դուք մի քաղաքական ուժ եք, որը ձեր իսկ առաջնորդի բնութագրմամբ չունի գաղափարախոսություն, չունի իզմեր։ Թեև ես ձևակերպեցի այդ իզմը, իրականում մաթոռիզմ էր, բայց գոնե այս դահլիճում կլինեն իսկապես գաղափարական վեճեր, իսկապես ծրագրային վեճեր, այլ ոչ թե մերկապարանոց հայտարարություններ, մեղադրանքներ, չհիմնավորված քվեարկություններ, պատգամավոր գործընկերներին կալանավայր ուղարկելու անվերջ ձգտում ու ցանկություն։ Հուսամ, վստահ եմ, որ իհարկե մինչև հունիսի 7-ը ռեպրեսիվ մեքենան շատ ավելի ուժգին ձևով է գնալու, հատկապես վերջին հայտարարությունից հետո, երբ որ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը ասենց խրոխտ ձևով հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում է, օրինակ, կարդացել եք վստահաբար, չէ՞, երբ որ ասում է ընտրություններ նշանակելուց հետո արգելվում է թեկնածուներին, կուսակցության անդամներին, վստահված անձանց, որևէ կերպ, որևէ անհատույց եւ այլ խոստում եւ այլն։ Լավ, պարզ բան է, չէ՞, ընտրությունները իդեպ Վահագն Խաչատուրյանը, նախագահը, հայտարարել է 120 օր առաջ։ Թեկնածուները ի հայտ են գալու ընտրություններից 45 օրից 50 օր առաջ։ Հարց չի առաջանում, այս ընթացքում այդ ոնց պետք է հակակոռուպցիոն կոմիտեն որոշի, այս անձը անվճար ինչ-որ խորհուրդ էր տալիս կամ օգնություններ անում, թե չէ։ Մի ձև կա։ Հնարավոր թեկնածուներին առանձնացնել, այս գլխից պատրաստել այդ մարդկանց գործերը, դոսիեները, եւ երբ որ կգա այն պահը, երբ որ ընտրության գործընթացը մտնի բուն նախընտրական շրջանում, հոպ, ձերբակալել, կալանավորել։ Հուշելու բան չկա, իրաց ծրագիրն է, պարզ երևում է։ Եվ ավարտելով խոսքս, կարող եմ արձանագրել մեկ բան։ Այս քննարկումները հասան իրենց նպատակին, առնվազն երկու բանով։ Առաջին, ինչպես նշեցի, գոնե սա քննարկում էր, որը հնարավորություն տվեց անկախ պետական մարմիններին, որ իրենք հասկանան, որ իրենք պետք է զսպվածություն քաղաքակացուցաբերեն, որը բացարձակ չի նշանակում, որ ձեր խոսքի, մտքի ազատությունն է սահմանափակում, դուք դրան կարակ ունենաք
ավելին դուք կարող եք նաև կիսվել, բայց ոչ այն մեթոդով ու այն ձևով, որը արգելված է։ Եվ երկրորդը, ավարտելով խոսքս ասեմ, շնորհակալություն, որ դուք եւս մեկ անգամ արժևորեցիք ու կարևորեցիք Դաշնակցության առաքելությունը։ Այո, միանշանակ կրակեցին Հակոբ Մովսեսի ուղղությամբ, կպան Դաշնակցությանը էլի հերթական անգամ, ինչպես միշտ իրենց պատմության մեջ եղել է, հարցի քննարկումն ավարտվեց։